Աղոթենք սիրելի ժողովուրդ, Աստծո որդին, Աստծո օծյալն ու ընտրյալը պետք է այնպես աղոթա, որ դևերը դիվահարվեն, ժողովուրդ ջան, որ դևերը վայր ընկնեն իրանց ամեն մի տեղից ու երկնքից, երկրորդ երկնքից, բայց կարդանք մի տեղ նոր Երեմիայի մարգարեի առաջի գլուխ 4 խոսքից ասում է եւ Տիրոջ խոսք եղավ ինձ ասելով քեզ որովայնում ստեղծած ես քեզ գիտեի եւ արգանդից դեռ դուրս չեկած ես քեզ սրբեցի եւ քեզ ազգերի մարգարե եմ դրել եւ ես ասեցի ով Տեր Եհովա ահա ես խոսել չգիտեմ որտեւ ես մանուկ եմ Եվ Տերն ասեց ինձ մի ասիր ես մանուկ եմ, այլ ուր որ քեզ ուղարկեմ գնա Եվ ամեն ինչ որ քեզ պատվիրեմ խոսիր, մի վախենար նրանց երեսից, որտեվ ես քեզ հետ եմ, որ քեզ ազատեմ, ասում է Տերը Եվ Տերը մեկնեց իր ձեռքը եւ դպավ իմ բերանին, եւ Տերը ասեց ինձ Ահա ես իմ խոսքերը քո բերանում դրեցի, տես ես քեզ այսօր ազգերի վրա եւ թագավորությունների վրա նշանակեցի, որ խլես ու պոկես, փճացնես ու կորցնես որ հետո շինես եւ տնկես Այսինքն Աստծո մարգարեի գործն է Աստծո խոսքը ճշմարիտ Աստծո շուտից լսա եւ խոսա Ինչ անում խլումա պոկումա փճացնումա կորցնումա անաստվածայինը դիվայինը Եվ դրանից հետո նոր սկսում է տնկել, շինել, սփոփել, մխիթարել, քաջալերել եւ օրհնություն բերել, հասկանում եք Նայեք Ասում է 17-րդ խոսքից ասում է բայց դու մեջքդ գոտեպնդիր եւ վեր կաց եւ ասիր նրանց ամենը ինչ ես քեզ հրամայում եմ նրանց երեսից մի վախենար որ միգուցե քեզ վախեցնեմ նրանց առաջին Եվ ահա ես քեզ այսօր մի ամուր քաղաք եւ երկատություն եւ պղնձի պարիսպ եմ շինում բոլոր երկրի դեմ Հուդայի թագավորների եւ նրա իշխանությունների դեմ, նրա քահանաների դեմ եւ երկրի ժողովրդի դեմ Եվ նրանք կպատերազմեն քեզ դեմ, բայց քեզ չեն ախտի, որտեւ ես քեզ հետ եմ ասում է Տերը, որ քեզ փրկել եմ Այսինքն Տերը նրա հետ է, ում Տերը ընտրել է, ում Տերը սրբել է, ում Տերը օծել է, ում Տերը օրհնել է, ում մեջ Տերը իր հոգին իր զորությունը իր մարգարեական հոգին տվել է Եվ Տերը պահում ու պահպանում է ժողովուրդ ջան, օրհնում եմ ձեզ Հիսուսյանով, եղեք օրհնված Թող ամեն չարը հեռանա Հիսուսյանով, ամեն հիվանդությունները թող հեռանան Հիսուսյանով, թող կա բժշկություն, թող կա Սուրբ Օգու զորություն ու